Օրապարակ գրում է իմ կողմից ներկայացված մի հաղորդման մասին, այնպես որ կարդում եմ հրապարակ օրաթերթի հոդվածը։ Պոլիտիկայում կայքի խմբագիր Բորիս Մուրազին հաղորդում է ներկայացրել դատախազություն հանցագործության մասին Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի Հայկական ժամանակ YouTube-յան ալիքին տված հարցազրույցում արած հայտարարության հիման վրա։ Մուրազին համոզված է, որ Ստեփանյանի խոսքում հիշատակված են պաշտոնատար անձանց կողմից իրականացված ինչ-ինչ գործողություններ, որոնք առերևույթ պարունակում են Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետի եւ 441-րդ հոդվածի առաջին մասով արգելված արարքների հատկանիշներ։ Խոսքը վերաբերում է եկեղեցու եւ մասնավորապես կաթողիկոսի մյուս հոգեվորականների դեմ ձեռնարկված քայլերին։ Այսպես հարցազրույցում Լիլիթ Ստեփանյանն ասում է. «Ես կարծում եմ, այս մարդիկ եթե այդքան բարոյականության նշույլ ունեն, այս երկու եղբայրները եւ իրենց այդ փոքր խմբակը, եթե երբևէ լրջություն են ունեցել կամ պատասխանատվության զգացում ունեն այն վեղարի, այն սքեմի, այն խաչի, որ կրում են, եւ այն աղոթքի, որ երբեմն սխալներով փորձում են արտաբերել, այս ամեն ինչի կամ չգիտեմ, եթե իհարկե հավատում են Աստծո գոյությանը, որովհետեւ ես խիստ կասկածում եմ, որ այս մարդիկ առհասարակ հավատում են Աստծո գոյությանը, որովհետեւ նրանք փաստորեն Աստծո տունը վերածել են չգիտեմ ամեն ինչի, բացի հոգևոր ծառայությունների կենտրոնից, այն վայրից, որտեղ մարդը պետք է գնա, իր հոգևոր քաղցը պետք է հագեցնի։ Իրենք պետք է ինքնակամ հեռանան, որովհետև ես վստահ եմ, որ իրենք գիտեն, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի ձեռքին կամ հատուկ ծառայությունների ձեռքին կային ամբողջական ինֆորմացիան, ովքեր բառից բուն իմաստով իրենց խորտակելու են եւ ավելի լավ է իրենք նամուսով, թասիբով թողնեն հեռանան այսքանից հետո, որպիսի որոշակի գործողությունների արդյունքում ցավով եմ նշում, հանկարծ հայ եկեղեցին մեր սրբության սրբոցը, մեր ինքնության հենասյունը որևէ վնաս չկրի»։ Հարցազրույցավարը արձագանքում է. «Ինչ տվյալներ եւ ինչ փաստերի մասին է խոսքը, տիկին Ստեփանյան»։ Պատասխանում է ԿՊԱ-ական պատգամավորը. «Դե գիտեք, ինֆորմացիաներ կան, փաստեր կան, եթե Հայաստանի Հանրապետության վարչապետը երկրի թիվ 1 ամբիոնից ասում է, որ ինքը գիտի, որ օրինակ հոգեվորականներից շատերը պիղծ են, որ հոգեվորականներից շատերը սրբապիղծ են, որ հոգեվորականներից ոմանք թաթախված են ամենատարբեր կոռուպցիոն սխեմաների մեջ, որ օրինակ որոշ հոգեվորականներ, արդեն հարցազրույցավարն է ասում, սեռական մոլագարներ են, ԿԳԲ-ի ագենտներ են, ուրեմն ես ձեզ վստահեցնում եմ այս ամեն ինչը արտաբերելու համար Հայաստանի Հանրապետության վարչապետի սեղանին հատուկ ծառայությունները ըստ երևույթին դրել են բավականին մեծ թղթապանակ, որից վարչապետը կարծում է շատ մեծ դժվարությամբ ֆիլտրում է ինչը ասել հանրությանը, ինչը պարզապես թողնել պատմությանը կամ պարզապես թողնել այդ թղթապանակի շրջանակներում, որովհետև չի բացառում, որ եթե ամբողջ ինֆորմացիան վարչապետը օրինակ հայտնի հանրությանը, գուցե հանրությունը այլևս որևէ մեկը չկարողանա պահել, այլևս հանրության գործունեությունը կամ հանրության շարժումը լինի անկառավարելի, որը կգա կսրբի իր ճանապարհին ամեն ինչ»։ Այս հայտարարությունից ըստ Մուրազի բխում է այն, որ առանց համապատասխան լիազորությունների առկայության ազգային անվտանգության մարմինների ներկայացուցիչները կատարել են գործողություններ, որոնք խաթարել են ազգային անվտանգության մարմինների բնականon եւ օրինական գործունեությունը, հանգեցնելով առերևույթ հանցանքի, ինչպես նաեւ խախտել են անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը, անձանց իրավունքների եւ օրինական շահերի էական վնաս հասցրել, ինչն արդեն Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով սահմանված հանցանքի հանցակազմի պարտադիր հատկանիշ է։ Այս պարագայում ազգային անվտանգության մարմինները եւ վարչապետն ի պաշտոնե իրենց լիազորություններին չառնչվող գործառույթներ կատարելով առերևույթ հստակ նպատակամղվածություն են ունեցել հավաքելու եւ օգտագործելու նման տեղեկատվությունը պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում վարչապետի եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ղեկավար կամ բարձրաստիճան դիրք զբաղեցնող անձանց միջև առկա բարձր լարվածությունը։ Գրված է դատախազություն ներկայացված հաղորդումի մեջ, որն ավարտված է այսպես. «Խնդրում եմ նախաձեռնել քրեական վարույթ եւ վերը նշված առերևույթ հանցանքի դեպքով պատասխանատու անձանց ենթարկել քրեական պատասխանատվության պաշտոնատար անձանց կողմից անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու համար, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին եւ օրինական շահերին»։ Այս հաղորդումը ներկայացնելուց ես հույս ունեմ, որ իրավապահ մարմինները, քննչականը, դատախազությունը մի անգամ գոնե մի տոկոսով կհիշեն, որ իրենք Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգ են ներկայացնում եւ գոնե վարույթ կնախաձեռնվի, ԿՊԱ-ական պատգամավորը կհրավիրվի իրավապահ մարմիններ, հարցերի կպատասխանի։ Ես վստահ եմ, ի վերջո դժվար է պատկերացնել, որ նրանք կգնան կհասնեն մինչև Նիկոլ Փաշինյան, բայց ընթացք չտալ էլ չեն կարող։ Սա ընթացք չտալ կնշանակի
առերևույթ մասնակցություն այս ենթադրյալ հանցագործությանը եւ նաեւ հովանավորում կամ քողարկում, այնպես որ սպասում եմ այս հաղորդման հիման վրա առնվազն վարույթ նախաձեռնելուն, քրեական գործ հարուցելուն, որովհետեւ ի վերջո մենք Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ունի ցույց տալու, որ իր իշխանությունը ինչ որ իրավունքի հետ աղերս ունի։ Ես պատրաստ եմ նաև այս հաղորդման վերաբերյալ տեղեկացնել Նիկոլ Փաշինյանի հովանավորներ Միացյալ Նահանգների եւ Եվրամիության դեսպաններին, նրանց առանձին նամակով կդիմեմ, կցեմ նաև հաղորդումը հանցագործության մասին, մանրամասները, նաև այն տեսանյութը, որը կլինի, հա, եւ այս առումով կարծում եմ դեսպանատան արձագանքը կամ լռությունը եւս հետաքրքիր կլինի։